Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Չէ, այս պահին ես ուղղակի կուզենայի հենց ֆիքսեի կարևորությունը, որովհետև այդ տվյալը մենք չունենք այս պահին, որ արդեն իսկ նախաձեռնված վարույթ կա, բայց եթե նման վարույթ կա, մենք ողջունում ենք իհարկե, որովհետև դա կարևոր հանգամանք է, ինչի համար, որ ինչքան էլ մենք փորձենք, նայեք, այստեղ ունենք երկու կողմ, մեկ քրեակատարողական ծառայողներ եւ ունենք մյուս կողմը դատապարտյալներ։ Երկուսի ներկայացրածների մեջ էական տարբերություններ կա։ Օրինակ, ծառայությունը պնդում է, որ իրականացրել է գործողություն, որի ժամանակ կիրառել է ֆիզիկական ուժ, որը եղել է համաչափ։ Ես էլ եմ կրկնում, երբևիցե տպավորություն չստեղծվի, թե ծառայությունը իրավունք չունի ֆիզիկական ուժ կիրառելու կամ հատուկ միջոցներ կիրառելու։ Դա իրենց վերապահված, օրենքով վերապահված լիազորություն է, որը իրականացնելու ամբողջապես հիմքերի առկայության դեպքում նման լիազորություն ունի ծառայողները, բայց այստեղ երկրորդ խնդիրը գալիս, արդյոք դա եղել է իրավաչափ, եղել է համաչափ, եղել է անձի պատիվ արժանապատվությունը չնվաստացնող վերաբերմունքով, հարցեր են, որոնք իմ կարծիքով քննության համար լուծման եւ քննությամբ այդ տվյալները հիմնավորելու կամ հերքելու անհրաժեշտություն կա, որը այս պահին ենթադրում եմ, հուսով եմ, որ այդ քրեական վարույթի շրջանակներում դրանք պատշաճ քննարկման առարկա կդառնան, իսկ տվյալ քրեական վարույթի հետ կապված մենք եւս մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կփորձենք հետեւողական լինենք, հասկանալու ինչ ընթացք է ստանում տվյալ քրեական վարույթը։ Պարոն Մինասյան, դուք նշեցիք իրավասություն ունեն, երբ ունեն այդ իրավասությունը, կխնդրեմ սա այդ նշել։ Երբ որ օրինակ նույն քրեակատարողական հիմնարկում այդ գործընկերը նշեց, որ իրականացվել է օրինական պահանջ չեն կատարել, օրինակ։ Այդ դեպքում կարող են ուժ կիրառել։ Իհարկե, ոնց է պատկերացվում հակառակ դեպքում, երբ որ օրինակ քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալը չի ենթարկվում, ասենք ծառայողի օրինական պահանջի։ Օրենքը հնարավորություն տալիս է ծառայողին, որ ֆիզիկական ուժ կիրառի, ձեռքերը ոլորի, ձեռնաշղթաներ կիրառի, տարբեր միջոցներ, որոնք որ իհարկե, եթե դրա անհրաժեշտությունը կա, եթե հասել է այն աստիճանի, երբ որ այլ մյուս նվազ նշանակության գործիքներ օգտագործելով չի կարող հասնել իր նպատակին, օրինակ։ Իսկ դատապարտյալները ձեզ այդ զրույցում, առանձնազրույցների ընթացքում ինչ են, տեղեկացրել, արդյոք այդ միջամտության կարիքը իսկապես կար։ Հիմա անդրադառնանք այն հարցին, ինչը որ ներկայացրել են նաև դատապարտյալները։ Դատապարտյալների պնդումները ես նշեցի։ Դատապարտյալները պնդել են եւ նրանցից ոմանք նաև չեն հերքել, որ իրենց կողմից բաների դռնակներին հարվածներ եղել է, բայց այնտեղ դատապարտյալների պնդումներն ու ներկայացրածը նրան է վերաբերում, որ դրանից հետո իրենք որևէ բան, նշվել է նաև, որ անկողնային պարագաներ են այրվել, իրանք նշել են, որ նման պարագաներ իրանք չեն այրել։ Ընդամենը իրանց պնդումներով, դատապարտյալների պնդումներով սրբիչ է այրվելուց եղել մեկ խցում, որը հանվել է, մարվել է։ Դա մի արձանագրում, որը որ ներկայացրել են ազատությունից զրկված անձին։ Երկրորդը իրենց պնդումներով եղել է այն, որ հատուկ նշանակության ջոկատի ծառայողները մուտք են գործել խցեր եւ առանց որևէ պահանջ ներկայացնելու միանգամից սկսել են ֆիզիկական ուժ կիրառել։ Հիմա դրանք բոլորը հանգամանքներ են իմ կարծիքով, որոնք որ պետքա քննության արդյունքներով իմի բերվեն եւ քննությամբ դրանց գնահատական տրվի։ Այսքանը երևույթ է։ Դուք պատկերացնում եք այդ սպեցնազին մի քան հոգի է եղել, մոտ 30-ից 40։ Մի հատ ասենց սոված, կիսասոված, ես այդ մասին էլ հիմա կխոսեմ, ասենք դատապարտյալներ, որոնք պիտի դիմադրություն ցույց տան։ Իսկ այս որ բացել են խցերը ու մտել են ու սկսել են ջարդել, դա է իրականությունը։ Իսկ շնորհակալություն,